Տարիներն անցնում են, բայց հիշողությունը երբեմն ավելի թարմ է մնում, քան այսօրվա ապրած օրը։ Այս պատմությունը սկսվեց 90-ականների սկզբին, մի ցուրտ ու մութ աշնանային օր, երբ Հայաստանի փոքրիկ գյուղերից մեկում կյանքը կարծես կանգ էր առել։ Անուշը, մի համեստ ու գեղեցիկ կին, ում դեմքին վաղաժամ կնճիրներ էին հայտնվել հոգսերից, կանգնած էր գյուղի կանգառում։ Նրա ձեռքը սեղմում էր 7-ամյա Արամի փոքրիկ ափը։ Արամը դեռ չէր հասկանում, թե ինչու է մայրը լաց լինում, ինչու են նրա ձեռքերը դողում։ Արամ ջան, որդիս, շշնջաց Անուշը ծնկի գալով տղայի առջև։ Ես պետք է գնամ, շատ հեռու պետք է գնամ, որպեսզի դու լավ ապրես։ Լսիր ինձ, դու պետք է ուժեղ լինես։ Մնալու ես Սոնա մորաքրոջդ հետ, լսիր նրան, լավ սովորիր ու երբեք չմոռանաս, որ ես քեզ սիրում եմ ամեն ինչից շատ։ Մամ, բայց դու շուտ ես գալու, ես վախենում եմ առանց քեզ, հեկեգում էր փոքրիկը։ Անուշը ոչինչ չպատասխանեց, նա միայն մի փոքրիկ արծաթե խաչ դրեց տղայի ձեռքը, վերջին անգամ ամուր սեղմեց նրան իր կրծքին ու բարձրացավ հին մաշված ավտոբուսը։ Արամը վազում էր ավտոբուսի հետևից, մինչև շունչը կտրվեց, մինչև փոշին ծածկեց ամեն ինչ։ Այդ օրվանից Արամի կյանքը փոխվեց։ Անցան ամիսներ, հետո տարիներ։ Անուշից լուրեր գրեթե չկային, միայն երբեմն Սոնա մորաքրոջն էին գալիս կարճ նամակներ ու քիչ քանակությամբ գումար Ռուսաստանից։ Սոնան միշտ ասում էր. «Մայրդ աշխատում է Արամ, նա չի կարող գալ, նա իր կյանքն է դասավորում այնտեղ»։ Արամի սրտում սերը կամաց-կամաց վերածվեց դառնության, իսկ հետո լուռ ատելության։ Նա կարծում էր, որ մայրն իրեն լքել է հանուն փողի, հանուն նոր կյանքի, հանուն սեփական հանգստության։ Նա երդվեց, որ երբեք չի ների նրան։ Տարիները թռան։ Արամը մեծացավ, տեղափոխվեց Երևան, դարձավ հաջողակ ճարտարապետ։ Նա ամուսնացավ, ունեցավ սեփական զավակներին, բայց իր մանկության այդ վերքը միշտ բաց էր։ Նա երբեք չէր խոսում մոր մասին։ Երբ Սոնա մորաքույրը փորձում էր ինչ-որ բան ասել, Արամը կտրուկ ընդհատում էր. «Նա ինձ համար մեռած է այն օրվանից, երբ նստեց այդ ավտոբուսը»։ 25 տարի անց Արամին զանգահարեց Սոնա մորաքրոջ որդին։ «Արամ, մորաքույրդ վատ է, նա քեզ է կանչում, ասում է վերջին խոսք ունի ասելու»։ Արամը հասավ գյուղ։ Սոնան պառկած էր մահճակալին, գունատ ու հյուծված։ Տեսնելով Արամին, նա դողացող ձեռքով մատնացույց արեց հին պահարանի ներքևի դարակը։ «Այնտեղ տուփ կա, Արամ, ներիր ինձ, մենք ստիպված էինք»։ Արամը հանեց փոշոտված մի տուփ, բացեց այն ու քարացավ։ Տուփի մեջ հարյուրավոր նամակներ էին, հասցեագրված իրեն, բայց երբեք չուղարկված, եւ մի հաստ ծրար, բժշկական փաստաթղթերով։ Նա սկսեց կարդալ առաջին նամակը, որը գրված էր հենց այն օրը, երբ մայրը հեռացել էր։ «Իմ սիրելի որդի, իմ Արամ, այսօր ես քեզ ստեցի։ Ես չեմ գնում Ռուսաստան լավ կյանք փնտրելու։ Ես գնում եմ, որովհետև բժիշկներն ինձ ընդամենը մի քանի ամսվա կյանք են տվել։ Իմ սիրտը մաշվել է, Արամ ջան։ Ես չեմ ուզում, որ դու տեսնես իմ մահը, չեմ ուզում, որ դու մեծանաս հիվանդանոցների միջանցքներում տեսնելով, թե ինչպես է մայրդ օրեցօր հալվում։ Ես գնում եմ քաղաքի հոսպիսը, որ լուռ հեռանամ»։ Արամի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա բացեց հաջորդ թերթը։ Դա բժշկական տեղեկանք էր 1994 թվականի, բայց այնտեղ ոչ թե Անուշի անունն էր, այլ Արամի։ Պարզվեց, որ Արամը մանկուց ունեցել է սրտի բնածին արատ, որի մասին նա նույնիսկ չի հիշում։ 90-ականներին այդ վիրահատությունը Հայաստանում անելը գրեթե անհնար էր, իսկ դրսում աստղաբաշխական գումարներ էր պահանջում։ Արամը շարունակեց կարդալ Սոնայի օրագիրը, որը նույնպես տուփի մեջ էր։ Պարզվեց սահմռկեցուցիչ ճշմարտությունը։ Անուշը չէր հիվանդացել։ Նա գնացել էր ոչ թե Ռուսաստան, այլ դարձել էր դոնոր։ Այն տարիներին, երբ օրենքներն ու վերահսկողությունը թույլ էին, նա գտել էր մի ճանապարհ, վաճառելու իր երիկամը եւ լյարդի մի մասը, որպիսի փրկի որդու կյանքը։ Վիրահատությունից հետո Անուշի առողջությունը կտրուկ վատացել էր։ Նա չէր կարող վերադառնալ գյուղ ու որդուն ներկայանալ որպես հաշմանդամ կին, ով չէր կարողանալու նույնիսկ գրկել նրան։ Նա գումարը փոխանցել էր Սոնային, Արամի բուժման եւ ուսման համար, իսկ ինքը մնացել էր Երևանի ծայրամասերից մեկում, աշխատելով որպես հավաքարար, միայն թե հեռվից թաքուն տեսնի որդուն։ Տուփի ամենաներքևում մի լուսանկար կար։ Արամի ուսանողական տարիների լուսանկարն էր։ Հետևում գրված էր. «Այսօր որդիս դարձավ 20 տարեկան»։
Ես կանգնած էի համալսարանի դիմացի ծառի հետևում։ Նա այնքան նման է հորը։ Նա ժպտում էր։ Իմ զոհողությունն իզուր չէր։ Նա ապրում է, ու դա է իմ միակ երջանկությունը։ Թող նա ինձ ատի, միայն թե երբեք չիմանա ցավի մասին։ Արամի կոկորթում հեծկլտոցը խեղդում էր նրան։ Մորաքույր, ուր է նա։ Ուր է հիմա մայրս, գոռաց նա, ընկնելով Սոնայի մահճակալի մոտ։ Սոնան արցունքոտ աչքերով նայեց նրան։ Նա ամեն ամիս գալիս էր գյուղ Արամ։ Նա կանգնում էր ձեր տան պատի տակ, երբ դու քնած էիր լինում ու լաց էր լինում։ Նա չէր ուզում, որ դու իրեն խղճաս, նա ուզում էր, որ դու հպարտ մեծանաս։ Վերջին 5 տարին նա պառկած էր հիվանդանոցում։ Նա մահացավ 3 ամիս առաջ Արամ։ Նրա վերջին խնդրանքն էր, որ քեզ ոչինչ չասեմ, մինչև ես էլ չմոտենամ մահվանս։ Նա չէր ուզում ծանրացնել քո կյանքը իր պատմությամբ։ Արամը դուրս թռավ տանից։ Նա վազում էր դեպի գյուղի գերեզմանատունը։ Նա գտավ թարմ շիրիմը, որի վրա ընդամենը գրված էր. «Անուշ, մայր, ով սիրեց ավելին, քան կյանքը»։ Նա ընկավ սառը հողին։ Այն փոքրիկ արծաթե խաչը, որը 25 տարի պահել էր գրպանում որպես ատելության խորհրդանիշ, հիմա այրում էր նրա ափը։ Շուրջը լռություն էր, միայն քամին էր հառաչում ծառերի արանքում։ Արամը հասկացավ, որ այն բոլոր տարիներին, երբ ինքը մորը մեղադրում էր դավաճանության մեջ, մայրն իրականում ամեն օր մահանում էր նրա համար։ Նրա յուրաքանչյուր հաջողություն, յուրաքանչյուր շնչառություն գնված էր մոր առողջության ու կյանքի գնով։ Ճշմարտությունը բացահայտվեց, բայց այնքան ուշ։ Նա հիմա ուներ ամեն ինչ՝ փող, փառք, ընտանիք, բայց չուներ այն միակ բանը, որի համար պատրաստ էր տալ իր ողջ ունեցվածքը՝ մեկ վայրկյանով տեսնել մորը, նայել նրա աչքերին ու ասել. «Ներիր ինձ, մամ, ես հիմա եմ հասկանում, թե ինչ է իրական սերը»։ Արևը մայր էր մտնում սարերի հետևում, իսկ գերեզմանատան լռության մեջ լսվում էր միայն մի տղամարդու հեկեկոց, ով վերջապես գտել էր իր մորը, բայց կորցրել էր նրան հավերժ։ Այս պատմությունը դաս է բոլորիս համար։ Երբեմն այն, ինչ մենք համարում ենք լքվածություն կամ դավաճանություն, իրականում ամենամեծ զոհողությունն է, որը մարդկային սիրտը կարող է անել։ Մի շտապեք դատել, քանի դեռ չգիտեք այն ցավի գինը, որով վճարվել է ձեր երջանկությունը։